ասեն շպիոնոնիկի պատմությունը լինի։ Ուրեմն իրեք հիմնական ընդդիմադիր ուժերը այդ եռագլուխը դե մեկը Քոչարյանն է, որը որ տենց անընդհատ ձայնային հաղորդագրություններ է ուղարկում ռուսերեն լեզվով ու ասում է դե պայմանավորվել ենք ինձ թողեք ստեղից դուրս գամ։ Մյուսը Ծառուկյանն է, որի երկրորդ համարը ըստ քննչականի պետական գաղտնիք ներկայացնող տեղեկությունները նստել, խելոք, թարգմանել ռուսերեն և քեշ փողով վաճառել է, դե այն երրորդն էլ Կալուգացի Սամոնն է, որ համ ՖՍԲ, համ ՌԴ քաղաքացի է։ Հիմա լավ նորություններն է, որ իրանք մեր շպիոն օնիկներն են ու Հայաստանում են բանտ նստելու։ Իրանք Հայաստանում են պատժվելու Հայաստանի դեմ արված իրենց հանցագործությունների համար։ Բայց իմ համար շատ զարմանալի ու միևնույն ժամանակ ծիծաղելի է, թե ում են բերել դրսից, որ մեզ փորձեն խաբել։ Ուրեմն այս Կալուգացին հանդիպում է իբր քաղաքացիների հետ և մեր զինվորներից է խոսում, իսկ նույն ժամանակ քննչականը տեղեկություն է, ձայնագրություն է հրապարակում, որտեղ զինծառայողներին, վիրավորում ստացած անդամալույց ծառայողներին բերում են հանդիպման և այդ մարդկանց մասին սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս։ Ասում են ոչխարների պես բերում են։ Դուք պատկերացնում եք դրանց լկտիությունը, դրանց մեր հետ կապ չունենալու աստիճանը։ Ամեն օր դրսից, դե ինքը տենց ռոբոտային է, չէ, տենց ռոբոտային ստացել է հանձնարարությունը, խոսում է 300,000 ադրբեջանցու մասին։ Բա մեկը դրան չի հարցնում, ասում է, ասեք հլը 44 օրյա պատերազմը, որ սկսել էր, երբ որ մեր տղեկը զոհվում էին, դուք էր հայտարարություն անում և հավասարության նշան դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, էլի հանձնարարել են, ու ինչ եղավ, այդ անձնագիրըտ հրաժարվար այս սուտ ասան, Կալուգացի Սամո, դու սուտ ասան ես, դու սուտ ասան ես, Կալուգացի Սամո։ Սրանք գիտեն, որ իրանք ընտրող չունեն, դրա համար փորձում են փող բաժանել, բայց միած սենց կարևոր բայց կա, սրանք մեր ժողովրդին, որ չեն ճանաչում, ասեմ իմանան, որ նույնիսկ են մարդիկ, ովքեր հիմա դեռ չեն բռնվել, մտել են այդ գործարքի մեջ, գնալու են իրանց մերժեն, մտնելու են ընտրատարածք իրանց մերժեն, որովհետև այդ նույն ՀՀԿ-ն է, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն է, Կալուգացի Սամոն, նույն ԲՀԿ-ն է, նույն դաշնակցությունն է, և իրանք մերժվել են ու մերժվելու են, դուք Դուք 2020 թվականի պատերազմ բերեցիք մեր գլխին, դուք գցեցիք մեր վրա, մեր թիմի վրա, մեր ժողովրդի վրա, մեր երեխեքի վրա, հիմա էլ ուզում եք նոր պատերազմ բերեք, որովհետև մենակ պատերազմի ժամանակ դուք կաք, կարողանում եք ճորտություն անեք ինչ-որ մեկին, որտեղ ձեզտեղ իշխան կարգեն։ Դուք մարտի 1 եք, հոկտեմբերի 27 եք, լույս գողցող եք, անգրագետ եք, շպիոն եք, դուք օտար եք։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին և հակում ենք դրանց էջը վերջնականապես։ Այդ երեքից ոչ մեկ չպետք է անցնի ազգային ժողով, դրանք չպետք է անցնեն ազգային ժողով, որ հետո չկանգնեք ինձ ասեք խեք դրանց փող տալիս, բա չեն գալիս ազգային ժողովի նիստերին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026
Հարցրեցի, քվերքում եք։ Շնորհակալություն, սիրում եմ բոլորիդ։